Կարող ենք իհարկե բերել սահմանադրությունը, օրենքները, որ Հայաստանում ներդրումները պաշտպանված են եւ այլն, բայց հավատացեք, որ սահմանադրությունը ամեն օր ոտնահարողների համար դա անհնար է, անիմաստ է։ Ես իրոք չեմ պատկերացնում, որ այս 7 տարվա մեջ այս ամենը մեր գլխին բերածին գնաս ասես, գիտես, դու սահմանադրության այս հոդվածն ես խախտում ու այսինչ օրենքները։ Ոտքից գլուխ խախտում է։ Ու հավատացեք, հիմա բոլորովին կարևոր չէ արդեն իր համար, թե էլ ինչ հոդվածներ են ի հայտ գալիս իր վրա։ Մի ամերիկյան ֆիլմ կա։ Հանցագործին 12 հոգու սպանելու համար մահապատժ են դատապարտում։ Դրանից հետո էլի այդ հանցագործի դեմ նոր քրեական գործ են բացում 6 գողությունների համար։ Դատի ժամանակ ասում է. խոստովանում եմ, այն 2 դպրոցներում տերորի հեղինակը ես եմ, բայց դուք ինձ արդեն մահապատիժ եք տվել լրիվ ուրիշ բանի համար։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը հիմա, հեծխլելով հարված է պետության հեղինակությանը, ժողովուրդ ջան։ Առանց այն էլ վիճակագրությունը ապացուցում է, որ ներդրումները քչացել են։ Հնարավոր է հենց նախորդ խլումների պատճառով, որ թվարկեցի։ Վաղը կգնա Նիկոլը, բայց արդյոք երկրի ներդրումային հեղինակությունը սրանց հեռանալով կվերականգնվի։